Ոչինչ, որ կադրում մարդիկ Երևան, ուշադրություն մի դարձրեք։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Նարինե Կիրակոսյանն եմ, լրագրող, բնիկ երևանցի եւ իմ սիրտը շատ է ցավում մեր մայրաքաղաքի համար։ Այսօր մայրաքաղաքում վերջին տարիներին ինչ է կատարվել, ինչու է այսպես արմատախիլ արվում ամբողջ քաղաքը, այդ դրա մասին մի քանի րոպեում կարճ կոնկրետ խոսենք։ Հանրային առողջապահության տեսանկյունից որևիցե ձևով չի կարելի ընդունել այս սարսափելի սպանդը, որ իրականում է Երևանում։ Այս ամենի վերաբերյալ միջազգային բոլոր փորձագետներից բերել ենք եզրակացություններ։ Ֆրանսիայից մեզ ասում էին, որ 20 տարի առաջ մենք էլ ենք արել այսպիսի բաներ, հետևանքներից չեն կարողանում դուրս գալ մինչ օրս։ Այսօր ամբողջ աշխարհը կլիմայի փոփոխության պարագայում պահպանում է ցանկացած կանաչ տերև։ Ես էլ չեմ խոսում, որ հասուն ծառերի սպանդը, որը իրականանում է այսօր Երևան քաղաքում, սա որևիցե ձևով չունի արդարացում։ Մենք տասնյակ տարիներ չենք կարողանալու դուրս գալ այս ամենի հետևանքներից, որովհետև հիմա կլիման փոփոխվել է, հիմա Երևանը լրիվ ուրիշ Երևան է, եւ այս նաեւ անթրոպոգեն գործոնները, որոնք որ կան միջավայրում, ազդում են նաեւ ծառերի կպչողականության եւ հետագա աճի վրա։ Նաեւ ուզում եմ նշեմ, որ այս ծառատեսակները, որոնցով որ փոխարինվում են մեր ուրեմն թեղիները, մեր հացենիները Ամիրան փողոցում այսօր, ինչպես նաեւ Մոսկովյան փողոցում եւ այլն, ակացիաները, որոնք որ հատվեցին Ամիրան փողոցում, այսօր հատվել էին երկու երիտիկ, փոկվել, շպրտել էին երկու երիտասարդ սոսիներ։ Սրանց փոխարեն տնկվող ծառատեսակները շատ դժվար են հարմարվելու, որովհետեւ նույնիսկ նոր ծառերի համար պետք է մեծ ծառեր, որոնց շվաքի տակ այս ծառերը կարող են գոյատևել, հարմարվել եւ կպնել աշխատել Երևանի համար։ Չպատկերացնում եք, նույնիսկ 4 տարի առաջվա տնկված սոսիները արմատախիլ արվեցին։ Արդեն կենտրոնական փողոցներում ես հաշիվս կորցրել եմ որպես բնապահպան լրագրող, թե ինչքան իբրև թե ոչ լոտ, ծերացած, վթարված, չգիտեմ ինչ բնորոշումներով ծառ են հատել։ Հա, ու տեսակներն էլ թխկին լավը չի, դա մեր քաղաքին սազական չի, եկեք սակուռա տնկենք, չգիտեմ ձիակասկ, կատալպա եւ այլն, ոչ մասնագետների համար անհասկանալի է մի քիչ այս ձևակերպումները, այս ծառատեսակները, բայց երբ դյուրին բացատրում ես, մարդկանց հասկանում են, որ սրանք ուղղակի քաղաքային իշխանությունները մեր քաղաքի բյուջեն դարձրել են հարստացման, որոշ մարդկանց համար հարստացման միջոց։ Եվ նույնիսկ այն հատված, արմատախիլ արված հին ու ճակերտավոր ոչ լոտ ծառերը դա փայտի նյութ է դարձել, տալիս են իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այն մարդ սա մայրաքաղաք է, թե գյուղ է, վառելիք եք բաժանում, եւ գիտեք, այնքան խորամանկ են ուրեմն այդ կատարածուները, հա, կատարողները եւ կատարածուները, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքային իշխանությունների հետ կապված այդ գործողությունները նկատել էին, որ այն հոակը, որ այս ամենը կատարում է, կանաչապատման հոակ է կոչվում, հրդեհել են տարածքը տնկարանի հետևում, դա Տեցի ուրեմն մոտակայքում է գտնվում, որ սրբեն իրենց հետքերը, այսպես ասեմ, կարճ կոնկրետ։ Հիմա ես գտնվում եմ Դավթաշենում եւ այսա սպորտային սարք է, որը մնացել է շատերից։ Այստեղ 3 հատ է, կիսատ պրատ, նորմալ չի աշխատում եւ նստարաններն էլ չկային, որոնք կային, այսինքն այստեղ շատ բարեկարգված, լավ մարզադաշտ կար, դա էլ չկա։ Արհեստական խոտեր պոկել են, գցել են այ հետևի ուրեմն տնակների, ավտոտնակների, տանիքների վրա, ցանկապատածեր դրանք պոկել են, չգիտեմ, գողացել են, ապամոնտաժել են եւ շուրջ բոլորը այստեղ աղբ է։ Շիշ, ինչ ասես որ չկա։ Երեխաներին բան չեն թողել։ Հիմա նախկինում այստեղ սովետական շրջանից մոտ 30 տարի կհավատակ Դավթաշենը ինչ հիմնվել էր, ասենք 86-89 թվականներից սարքված,
ասֆալտը չէր պոկվում, երբ որ իբրև բարեկարգում էին, պոկեցիք, հիմա սարքեցիք, բա այդքան գումար ծախսեցիք, հատկապես Դավթաշեն թաղամասի մասին եմ ասում, որովհետև մեկ օրինակով, մեկ թաղամասի օրինակով ամբողջ քաղաքում ինչ է կատարվում եւ քաղաքային իշխանությունը որտեղ է մսխում գումարները, դուք կարող եք տեսնել եւ հատկապես դրսում գտնվող հայերի համար, որ հասկանալի լինի, որ չգիտեմ ինչ գեղեցիկ տեսանյութեր են դիտում, ասում են, ինչու եք բողոքում, չէ որ գեղեցիկ ծառեր կտնկեն այդ ոչլոց ծառերի տեղը, չէ որ այդ ասֆալտը, որ հանում են հին, նախկինների ասֆալտներ, նոր ասֆալտ են փռում, չէ, չկա այդպես բան։ Հիմա այ երեխաները խաղում են քանդված, նախկինում բարեկարգված մարզադաշտի մոտ։ Այն ծառերն էլ, որ ետևիցս տեսնում եք, դրանք էլ են բնակիչները տնկել, դա էլ էին ուզում քանդեին։ Մեր շենքի տակ մենք բնակիչներով ծառեր էինք տնկել, վարդեր, հետո կային թթի ծառեր, եկան նախանցած տարի, ասեցին Դավթաշենի վարչական ղեկավարությունը մեզ հանձնարարել է, որ պետք է բորձուրները քանդենք, ջրագիծը նորոգենք, լավ է լինելու, կանաչապատելու ենք, այստեղ հանգստի գոտի է արվելու։ Եկան քանդեցին, նոր բորձուրները դրեցին եւ գնացին։ Ոչ ջրահեռացման համակարգ կանձրևները գալիս են հիմա գնում են դեպի շենք։ Դե պարզ է խոնավություն կլինի։ 2 տարի բարեկարգում էին, ջուր չկար, եղած ծառերը, որը մենք կռվով, դավով, բնակիչներով պահեցինք, այդ ծառերի մի մասն է չորացավ։ Այն մյուս կողքինը հարևաններին ստիպեցին եւ իրենք էլ եկան քոքահան արեցին, ասեցին ավտոտնակ եք սարքե, ցանկապատել եք եւ այլն, այսինքն մարդկանց հանցագործ էին հանում, բայց իրենք այդ խոստումները չկատարեցին։ Կար հարևան, որ բարկացավ, ասեց, դե ինչի՞ս է պետք, եւ իր տնկած մի քանի տարվա ծառը կտրեց։ Ես զարմացա, ոնց դու խնամել ես ախր, այն էլ Երևանում, այս կիսաանապատ գոտին սարքեցին անապատ։ Հիմա ամբողջ քաղաքում մի քանի միլիոն, չգիտեմ, դրամ ասեմ, նույնիսկ դոլարների անընդհատ հատկացումներ են անում, սակուրա, դիակասկ, կատալպա, չգիտեմ ինչ, ծառատեսակի տնկիներ առնենք, տնկեք թղկիների, դրանք ոչլոտ են, թութը քոքահան անենք։ Ես որպես բնապահպան լրագրող, էկոմեդիայի ուրեմն համահիմնադիր, անընդհատ հանրային խոսքով հանդես եմ եկել եւ բացատրել եմ։ Գիտեք, որ այսպես հենվեն ոչինչ, չէ՞։ Այդ թթենիները շատ մեծ էկոլոգիական խնդիր են լուծում։ Նախ բացի դա, բացի թթենիները, մեծ սաղարտ ունեցող ծառեր ավելի լավ է բուժել, քան թե հանել, արմատախիլ անել։ Դուք պատկերացնում եք նոր տնկին, ինչքան պետքա խնամեք մեր կլիմայական գոտում, մեր իրավիճակում, որ դա կպնի, հետո մեծանա, գոնե ստվեր տա, որ 50 եւ ավելի աստիճան շոքին, կրակին, երբ իսկապես կրակ է թափում գլխիդ, դու կարողանաս պատասխանես միջև տրանսպորտ լինի, միջև խանութ գնաս, միջև, չգիտեմ, ինչ որ մի գործողություն անես։ Չէ, միևնույն է, այդ հոակը, որոնց մասնագետ կոչեցյալներին նաև ես էի խորհուրդ տալիս, գիտեք, այսպես կպան քանդարարար շատ մութ գործերի մեջ, հա, ձևակերպումներ այսպես տան, որովհետև շատ կուզենայի, որ իրանք իրավական տեսանկյունից եւս պատասխան տան, որովհետև նախ պետք է ծառերը գույքագրել ամբողջ քաղաքի, որովհետև մենք ունենք շատ մեծ սոսիներ, չինարներ ասածը, դրանք էլ էին ուզում կտրեին, այսինքն ինչ որ կառուցապատում են անում, ամբողջ Երևանը այնպիսի մի կառուցապատում են անում, որ ազատ գոտի չկա, կարողանաս մի գծով նորմալ քայլես, եւ դա բոլորն են արդեն տեսնում, երբ որ ես սկսում էի խոսել, այդքան չէին խոսում, հիմա խոսալն էլ չի օգնում, համատարած ենք խոսում,
Արդեն բացատրել ենք, որ թթենիները պետք չէր կտրել, ժողովուրդ, բնակիչներ, որը ասում եք գալիս եք, իբրև թե ստորագրում եք, կտրի այս ծառը ինձ պետք չի, մեքենաս թութը ընկնում է, կեղտոտում է, բա ուլտրամանուշակագույն ճառագայթները, այդ ռադիացիան, հա, ճառագայթը, էլ որ լեզվով ասենք, ով է մաքրելու, ով է ֆիլտրելու, ծառատեսակներ կան, որոնք ֆիլտրում են, նույնիսկ խաղողի վազը, կամ չգիտեմ, մագլցող տեսակի բույսեր կան, խաղողի նման, բայց դեկորատիվ, որոնք փոշին են կլանում, շատ կարևոր բաղադրիչ են քաղաքային ճարտարապետության մեջ մաքուր օդ ոչ թե արտադրելու, այլ մաքուր օդ տալու, որովհետև եթե մենք թթվածնի մասն ենք խոսում, պետք է նաև ասենք ջրային ռեսուրսների, իսկ գետառը փակեցին, բաց ջրային համակարգերը փակեցին, այն արգիշտի թագավորից սկսած Երևանում կար այդ ռոռոկման համակարգը, ջրային համակարգը, որը ի դեպ հնագույն մայրաքաղաքներից մեկում Հռոմում ես ինքս էլ տեսել եմ, որ պահպանում են այդ ակվեդուկները եւ իրենց ուրեմն ցայտ աղբյուրները, ֆոնտանչիկները միջև հիմա այդ ջրերով են օգտագործում եւ լավ աշխատում է այդ ամեն ինչը։ Իսկ մենք ամեն ինչը քանդում ենք, չենք սարքում։ Հիմա դուք կադրերով էլ, իմ խոսքով էլ տեսաք, թե ինչ է իրականությունը, Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանը, որի իրականում 8 տարվա մեջ որբի գլուխ է դարձել, սոցիալապես անապահով մարդիկ, կներեք արև այնքան ուժեղ է և աչկերիս է գալիս, բայց ոչինչ, կարևոր շատ հաճելի է և ծիտիկները, այս թռչուններին էլ տեղ չեն թողել, որ բնադրվի, Թբիլիսի ապրողները կվկայեն, այնտեղ այդպիսի կեռնեխի և նմանատիպ երկող թռչունների ձայներ ես քիչ եմ լսել, թեպետ ծառերը ավելի մեծ սաղարթ ունեն, Երևանը և Հայաստանը ինքը միջանցք է, հատկապես չվող թռչունների համար, և այդ գարնանային իրանց դայլալը ոնց որ քչացել է, ծառերը քչացել են, իրանք էլ են քչացել, այս տարածքում էլ ասացի, ինչ ծառ որ տնկվել է, մի հատ քաղաքային կամ թաղային իշխանությունների կողմից չի տնկվել, հիմա ասեմ, ածական անուններ չեմ սիրում, բայց Ռուբեն Գևորգյանին ասում էին ծաղիկ Ռուբո, երբ Դավթաշենը եկավ, անկախ լավ, վատ, ոնց եք, ինչ եք վերաբերվում, ինչա, բայց ես վկանեմ, որ Դավթաշենը ամենուր եք ինքը ծառ էր տնկել տալի, բերում էր, կազմակերպում էր, Իջևանի դենտրոլոգնել Մեխակը Սահեդյան, հիմա որ ձեռքից Իջևանի դենտրոպարկը, իրենց տնկած, իր հոր ստեղծած, իրենց ընտանիքի ստեղծած դենտրոպարկը, իշխանությունը ձեռքից վերցրեց, չորացրեց, այդ մասին էլ ենք լուսաբան, ուղղակի խոստացել էի, որ կարճ կոնկրետ օրինակ կբերեմ, մենք ինչ իրավիճակում ենք, ողբալի իրավիճակում ենք, որովհետև հիմա երեխաները խաղում են, իրենց մարզադաշտերը ամբողջը քանդած է, ոչ մի հատ նորմալ վիճակում մարզադաշտ թաղամասերում չեք տեսնի, ոչ մի բարեկարգում, մաքրել, գնան, ստուգեն, մենակ կտեսնեք ինչ որ բաներ են փնտրում, դե հասկացաք էլի ինչ են փնտրում, երեխաներ են դիմացս հիմա, դրա համար չեմ ուզում տամ, կամաց ասեն, թմրանյութեր, ես միայն լսել է, երբ որ տեսա ուղղակի, են որ ասում կակազում է, որովհետև մեր ապագան ուղղակի սպանում են, և այսօր մենք լրագրողներս կառավարությունում հարց ենք տալիս Նիկոլ Փաշինյանին թմրանյութերի համար, ինքը ինչ որ անուններ է տալիս, ասում է Իրանն է թողա տանի և ցրում է հարցերի պատասխանը, իրան հետաքրքիր չէ այս ամեն ինչը, քաղաքացիական պայմանագրին և իր արբանյակ կուսակցության, այդ կուսակցության անդամը մեր Դավթաշեն թաղապետն է, թաղապետ հիմա չեն ասում, վարչական ղեկավարն է, իրանք բոլորը այդ սրտացավությունը չունեն, միայն խաբեն, հարստանան, բյուջեի հաշվին, մարդկանց էլ անդադ մեղադրանքների, չգիտես ինչ հեքիաթների,
դարձել ենք երկիր էլ չկա, Գանդուրրաս։ Այսքանը, սիրելի բարեկամներ, կհանդիպենք։